Ողջույն, այսօր մենք ներկայացնելու ենք բրածո փղերին։ Փղերի բրածո մնացորդները մարդիկ հայտնաբերվել են դեռ անտիկ ժամանակներում եւ փղերի գանգերը դարձել են սկզբնապատճառը ցիկլոպների մասին հեքիաթների, քանզի որ փղի գանգը իր մեջին մասում ունի հսկայական անցք, որտեղ որ կնճիթներ սկիզբ աղեն։ Հայաստանում հայտնաբերվել է ամենահին փիղը, գրեթե հանրապետության տարածքում, որը ապրել է մոտ 30 միլիոն տարի առաջ։ Սկզբնական շրջանում այս բրածոն մեր մասնագետներին ներկայացել են ինչպես ուղղակի բրածո փայտ, բայց պարզվել է, որ սա փղոսկր է, փղի ժանիք։ Ինչ կարող ենք ասել փղերի ոսկորներից։ Փղերի ժանիքները, ինչպես ժամանակակից ծառերը, իրենց շրջաններով տարեգրում են ներկայացնում փղի կյանքին։ Այսինքն թե քանի տարի է նա ապրել, ինչպիսի կյանք է ունեցել եւ ինչպիսի պայմաններում է նա գոյատևել։ Այդ ամենի համեմատելու համար ես այստեղ տեղադրել եմ Ռուսաստանի Դաշնությունից մեր թանգարանին նվիրված մամոնտի ոսկորի մի բեկորը, նշեմ, որ մամոնտները շատ տարածված են եղել եւ նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում են հայտնաբերվել, Գյումրիում 1920 թվականին, որը դրված է Երկրաբանության թանգարանում Բաղրամյան 28։ Այս փղազգին դեռ լիարժեք կողմնորոշված չէ։ Հսկայական աշխատանք է պետք համեմատական անատոմիա եւ մնացած, որպեսզի լիարժեք բաց լինի թե ինչ տեսակ է։ Համենայն դեպս մեր ունեցած տվյալներով սա Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերված ամենահին փղազգու մնացորդներն են։